Շատ քաղաքական գործիչներ պնդում են, որ եթե կանայք ավելի բարձր պաշտոններ զբաղեցնեն, ապա ավելի արագ ու հեշտ կլուծվեն երկրի սոցիալական հարցերը։ Բարև ձեզ, եթերում հարցի լուծում հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թեման կանայք տեղական ինքնակառավարման մարմիններում նրանց դերն ու նշանակությունը։ Այսօրվա մեր փորձագետներն են Վանիկ Մելքոնյանը, Արտաշատի քաղաքային ավականու անդամ, Շողիկ Ալոյանը, Ոստան համայնքի ավականու անդամ, Իգոր Ավակյան, Արարատ գյուղի ավականու անդամ, Ժաննա Տեր-Անտոնյան, Արարատ քաղաքի ավականու անդամ։ Շատ ուրախ ենք, որ չմերժեցիք մեր հրավերը եւ եկաք մեզ հյուր։ Եվ իհարկե ներկայացնեմ մեր լսարանին հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչքանով է կայացած այսօր ավականու ինստիտուտը Հայաստանում։ Խնդրեմ Վանիկ, երևի թե սկսենք ձեզանից։ Շնորհակալություն։ Այսօր տեղական ինքնակառավարման մարմիններում ավականու ինստիտուտը որպես այդպեսին ամենավճռորոշ, այսպես ասենք, գործոններից մեկն է աշխատող, գործադիր մարմին չէ, բայց այնուամենայնիվ ինքն է որոշում գործադիր մարմնի աշխատանքը։ Հասարակության շրջանում իհարկե տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված որոշակի վերապահումներ կան, համարում են, որ տեղական ինքնակառավարման մարմինները, այսինքն համայնքապետարանները հանդիսանում են գործադիր իշխանության, այսինքն կառավարության, այսպես ասած, սպասարկող կամ տեղում իրականացնող իշխանություն։ Մինչդեռ դա տվյալ համայնքի ժողովրդի իշխանության ներկայացուցիչներն են։ Եվ ավականին որպես այդպիսին հանդիսանում է ժողովրդի, այսպես ասեմ, ներկայացուցիչների որպես վերահսկող մարմին։ Եվ ավականու աշխատանքից է մեծապես կախված ինչպես համայնքապետարանի աշխատանքը, այնպես էլ համայնքի զարգացման, ուրեմն աստիճանը եւ համայնքի զարգացման այսպես տեսլականը։ Այսինքն ավականու անդամ լինելով տվյալ համայնքից, լինելով համայնքի ներկայացուցիչ, ինքը պետք է բարձրաձայնի այն հիմնախնդիրները, ներկայացնի զարգացման ուղենիշերը, որոնք արտահայտում են տվյալ համայնքի, ուրեմն մասնակիցների, այսինքն համայնքի, ուրեմն ապրողների, ուրեմն շահերը, նրանց այսպես տեսակետները արտահայտի ուրեմն համայնքապետարանում։ Դա կլինի քաղաքապետարան, թե գյուղապետարան։ Իհարկե շատ կարևոր է նաև ուրեմն ավականու անդամների կողմից սեփական իրավունքների եւ պարտականությունների գիտակցումը եւ դա արտահայտելա ուրեմն գործադրումը իշխանության, այսինքն համայնքապետարանում։ Քանի որ մարդիկ, որոնք ձայն են տալիս մեզ, որոնք ընտրում են մեզ, բնականաբար հույսեր են կապում, բացի դա տեղական ինքնակառավարման մարմնում ուրեմն օրենքում, որը իմ կարծիքով օրենքում կան շատ բացեր, ինչը թույլ չի տալիս լիարժեք կայացած համարել այս ինստիտուտը։ Շնորհակալություն։ Կարող եք ասել, թիմերում հավասարապես տարանջատված են ավականու անդամների եւ համայնքի ղեկավարի գործառույթները։ Это невозможно, чтобы они друг от друга не зависели. Они должны в унисон работать и дополнять друг друга. И общая их цель, чтобы они служили народу, чтобы они были честны и правдивы перед своими избирателями. Это основное. Никогда бы они не забывали, что сзади них стоит та масса, которая ждет каких-то хороших решений в пользу всех таких трогающих их внутренний мир, задачи и вопросы. Так что տարանջատված չեն։ Մեկը մյուսին լրացնում են։ Դա Տիկին Շողիկ, իսկ դուք ինչ կարող եք ասել, ասենք կին եւ տղամարդ թեկնածուները ինչ խոչընդոտների են հանդիպում։ Կանանց համար է ավելի հեշտ, թե տղամարդկանց համար։ Պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս համալսարանական կրթության կանանց ասոցիացիայի եւ ազգային ժողովրդավարության ինստիտուտի սեմինարներից ելնելով բավականին առաջընթաց ունենք նման տեսակ հարցերի նկատմամբ։ Ասենք ժամանակին կին բնակիչները չէին ցանկանում, որպեսզի դառնային ավականի համայնքի անդամ, բայց ելնելով այդ սեմինարներից կարողացանք այդ առաջխաղացում ունենալ եւ սեմինարներից ելնելով արդեն քննարկումներ անցկացրեցինք համայնքներում եւ կանայք ավելի ինչ որ սկսեցին գործուն երևալ։ Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, որ համայնքը նույն մի ընտանիքն է, մի քիչ մեծացած մասշտաբով եւ եթե տղամարդ չկա ընտանիքում դժվար է կնոջ համար, կին չկա ընտանիքում դժվար է տղամարդ համար։ Ուրեմն
հաճելի կլինի, որ եւ կին լինի եւ տղամարդ, որպեսզի մեկը մեկի բացը լրացնելով ավելի առաջ խաղացում լինի, ավելի գործերը առաջ գնան։ Անկեղծ ասած նկատի ունեմ նաև ընտրական եւ նախընտրական այդ փուլերում կին եւ տղամարդ ինչ խոչընդոտների են հանդիպում։ Ուրեմն տեղեր կան, որ եւ կենցաղի հետ կապված, եւ ընտանիքի հետ կապված, այսօրվա վիճակով մեր ժողովուրդը այդքան էլ սովոր չի, որ կինը պետք է առաջ խաղացում ունենա ինչ որ հարցեր լուծի եւ այլն, ասենք մարդկա որ վատ է ընդունում այդ պահը, իսկ մարդիկ արդեն որոշ չափով առաջընթացում են եւ ցանկանում են, որ անպայման ես ղեկավարը կին լինի, կամ ասենք ավականու անդամը, որը որ ավելի ընտանիքից ելնելով ավելի ինչ որ հարցերի մեջ կունենա իր որոշումը, որ ավելի ճիշտ կլինի, քան ասենք տղամարդու մտածելակերպի պահով։ Լավ, Իգոր, դուք ինչ կարող եք ասել։ Ուրեմն մեր գոլեգաներից Վանիկը շատ լավ ներկայացրեց տեղական ինքնակառավարման մարմիններում կոնկրետ ավականու, այսպես ասած, միսիան, առաքելությունը, թե ինչու նա կայանում։ Ես կուզենայի ավելի շատ շեշտ դնել այն հարցադրմանը, թե ինչքանով է կայացած ավականին տեղական ինքնակառավարման մարմինների առհասարակ։ Ես ավելի շատ կուզենայի գլոբալ տեսանկյունից վերլուծել ու բերել հասնել դրան, փորձելով մնալ այսօրվա թեմայի կոնտեքստում, ուրեմն ընդհանրապես կարելի է հարցադրել արդյոք Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, արդյոք Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է։ Ես մի բան հստակ կարող եմ ֆիքսել ինքս ինձ համար, ուրեմն որ մենք լուրջ խնդիրներ ունենք այսօր իրավական ժողովրդավարական արժեքների հետ կապված։ Տեղական ինքնակառավարումն էլ դա յուրաքանչյուր պետության ժողովրդավարական լինելու, իրավական լինելու ատրիբուտներից, անկյունաքարային այսպես բաղկացուցիչներից մեկն է հանդիսանում իմ կարծիքով։ Ու մենք կայացվածության առումով լուրջ խնդիր ունենք։ Լուրջ առաջընթացներ կան ավականու ինստիտուտի կիրառման, կայացման գործում, սա կարծում եմ քիչ վիճարկելի հարց է, որ իրոք այդ առաջընթացը կա, բայց կայացած է թե ոչ, ես հստակ կարող եմ ասել իմ տեսանկյունը, որ այդքան էլ մեր ավականու ինստիտուտը կայացած չի, ընդհանրապես տեղական ինքնակառավարումը առհասարակ եւ ավականին մասնավորապես, նաև այն հարցադրումը, թե ինչքանով է տարանջատված ավականու եւ համայնքի ղեկավարի ուրեմն լիազորությունները, հա, այդքան էլ տարանջատված չի։ Շատ դեպքերում այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում առանցին նաև համայնքներում մասնավորապես ականատես ենք լինում համայնքապետի այսպես մի տեսակ ավականու լիազորությունների ստանձնմանը, որ համայնքի ղեկավարը, որ ինքը պետք է լինի որպես գործադիր, այսպես կարգադրիչ, հա, սուբյեկտ հանդիսանա տվյալ ինքնակառավարման մարմիններում, մի տեսակ ինքը նաև օրենսդիր ֆունկցիան է կատարում, որը պետք է կատարի ասենք ավականին։ Ու շատ ժամանակ նույնիսկ այնքան է նույնականացվում, այնքան թյուրըմբռնում կա այդ երկու սուբյեկտների, հա, իրավասությունների հստակ ջրբաժանը սահմանագից այնքան աղավաղված է, որ ասենք համայնքի ղեկավարը կարող կանգնի շատ հանգիստ հայտարարի իմ ավականին, ուշադիր իմ ավականին եւ ոչ թե ասենք օրինակ մեր համայնքի ավականին, այսինքն նույնիսկ դա սեփականաշնորհված է ու շատ ժամանակ համայնքի ավականին ցավոք սրտի այսօր 21-րդ դարում, երբ որ մենք հռչակված ենք որպես ժողովրդավարական իրավական պետություն, հանդիսանում է կուր գործիք համայնքի ղեկավարի ձեռքին ու ինքը որպես առանձին սուբյեկտ իր լայն, այսպես նաև թեպետ օրենսդրական որոշակի խնդիրներ այնուամենայնիվ կան, ես սա կֆիքսեմ, բայց այնուամենայնիվ տրված օրենսդրական այս լիազորությունների ֆոնին ցավոք սրտի իր բուն առաքելությունը չի կատարում։ Այսինքն այսօր մենք խնդիր ունենք ընդհանրապես ժողովրդավարական իրավական իրավան պետություն լինելու եւ մասնավորապես ընդհանուր այս շրջանակներում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ոլորտում։ Ասեմ, որ մեր լսարանում է գտնվում Այգեպատ համայնքի համայնքապետը եւ կցանկանայի հարց ուղղել նաեւ մեր համայնքապետին։ Քիչ առաջ հնչեց այսպիսի մի արտահայտություն իմ ավականին։ Ինչպես եք դուք վերաբերվում այս արտահայտությանը եւ առհասարակ գտնում եք, որ կայացած է այդ ինստիտուտը թե ոչ։ Ես չեմ կարծում, որ դա համընդհանուր երևույթ է, որովհետեւ յուրաքանչյուր համայնքի առաջ խաղացումը ուրեմն պայմանավորված է եւ համայնքի ղեկավարի եւ համայնքի ավականու անդամների փոխհամագործակցությամբ։ Այլապես չեմ կարծում, որ առաջ խաղացում կլինի։ Իսկ ինչ վերաբերում է ավականու ինստիտուտի կայացմանը, ես հետեւյալ կարծիքին եմ։ Ավականի որպես այդպեսին կա, գոյություն ունի։
բայց ավելի կարևոր է եւ առաջնային է արդյոք վերջնական արդյունքում համայնքի բնակիչը իրեն համար տեսանելի է կամ զգում է այդ առաջխաղացումը, որը կարծում եմ շատ որոշիչ է, երբ որ համայնքը ունենում է ֆինանսական աղբյուր, մեծ կարողություն։ Թե չէ խոսքերով ցանկությունները շատ են, բոլորն են, ուղղակի հնարավորությունները պիտի ները, որ ցանկությունները կյանքի կոչվի։ Այդքան կասեի։ Կան մարդիկ, ովքեր կարտահայտեն իրենց տեսակետը։ Կայացած է արդյոք այդ ինստիտուտը, թե ոչ։ Խնդրեմ։ Ուրեմն կարծում եմ, որ կայացած է ավականու ինստիտուտը, որտեղ որ ընտրվում են ավականու այնպիսի անդամներ, որոնց իսկապես հետաքրքրում է համայնքի հոգսերը, որոնք դա դարձնում են իրենց առօրյան ու դրանով ապրում են, նրանց համար աշխատանքը ստացվում է։ Իսկ ովքեր ինքնանպատակ գնում են ինչ-որ պրեստիժի հարց այնտեղ, ներողություն ռուսերեն ասելու համար, նրանց մոտ բնական է, որ նպատակը ուրիշ է։ Ես կարծում եմ, որ ես շատ եմ ճանաչում ավականու այնպիսի անդամներ մեր մարզում, որոնք աշխատում են, իրենց աշխատանքը երևում է, եւ սա ակնհայտ է։ Իսկ ովքեր չեն աշխատում, բնականաբար չեն կարող որևէ արդյունք ունենալ։ Ես կարծում եմ, որ հնարավոր է աշխատել, եւ ես շատ եմ ուզում մի շատ կարևոր բանի վրա ուշադրություն դարձնենք։ Մենք փորձում ենք վերապատրաստել մեր ավականու տեխնատուներին, փորձում ենք իրենց գրագետու պատրաստի աշխատանքի համար մասնակիցներ, ավականու տեխնատուներ պատրաստել, բայց սա չի նշանակում, որ իրենք ագրեսիվ պետք է գնան այդ համայնք աշխատելու։ Իրենք պետք է գնան համագործակցված գյուղապետի հետ աշխատելու։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, ամեն մի ավականու անդամ ձայների որոշակի քանակ հավաքում է գյուղում եւ համարում է, որ ինքը իրավունք ունի այստեղ որոշումներ կայացնելու։ Գյուղապետը հավաքում է իրենից մի 10 անգամ ավելի ձայն։ Կնշանակի, որ գյուղապետը միաձայն պետք է ղեկավարի գյուղը, չէ, այսպես չի, եւ ավականին գնում է գյուղապետի կողքը կանգնելու, համայնքապետի կողքը կանգնելու, որոշումներ կայացնելու ժամանակ օգնելու, անպայման դա այս համատեղ պետք է աշխատեն։ Եվ ես չեմ կարծում, որ որևէ ավականու անդամ, որևէ խելացի առաջարկությամբ, այդ առաջարկության աղբյուրները ցույց տալով, արդյունքը ցույց տալով որևէ առաջարկությամբ հանդես գա եւ գյուղապետը չընդունի։ Չեմ կարծում, որ լինի այսպիսի համայնքապետ, լինի այսպիսի գյուղապետ, որ չընդունի ավականու խելացի ու լավ առաջարկություն։ Ուղղակի մեր ավականին պետք է մի քիչ գրագետ լինի, մի քիչ պատրաստված լինի եւ ագրեսիվ չլինի, ամենակարևորը։ Տիկին Հերիքնաց, դուք ավականու անդամ եղել եք նախկինում եւ այո, ունեք այդ աշխատանքային փորձը։ Այսպիսի հարց ձեզ, ինչպես է վերահսկվում ընտրված ավականիների աշխատանքը։ Ես կարծում եմ, որ ընտրված ավականին հաշվետու է հասարակությանը, ովքեր իրեն ընտրել են, եւ պարտավոր է հաշվետու լինել հենց հասարակությանը։ Հաշվետվության, որ ասեմ, այսպիսի գործող մեխանիզմներ կան, չեմ կարծում։ Ուղղակի նույնիսկ շատ դեպքերում ավականու աշխատանքը տեսանելի չի հասարակության համար։ Տեսանելի չի եւ չի պրոպագանդվում, չի ներկայացվում, ասենք ավականու որ անդամը ոնց է աշխատել, ինչ արդյունք կա, եւ դա խանգարում է, որ հասարակությունը կարծիք կազմի, ավականու այս անդամը պատրաստ էր աշխատել է հաջորդին իրեն պետք է ընտրել այս ավականու անդամին, թե ուղղակի ով լավ տղա է, չգիտեմ ոնց այսպես։ Ուզում էի այդ կարևոր հանգամանքը ընդգծել, որ ավականին ամենևին դատական իշխանություն չէ համայնքապետին գլխին այսպես ասած։ Ճիշտ է, ըստ օրենքի պետք վերահսկիչ գործառույթներ ունի, բայց ավականու անդամը ինքը հանդիսանում է իշխանություն իրականացնող։ Ինքն է որոշում համայնքի զարգացման տեմպերը, ձևերը, մոդելը։ Եվ այսքանով հանդերձ ես կուզենայի ասել, որ չպետք է ավականու անդամները սերտաճած լինեն տվյալ իշխանության, այսինքն իշխանություն իրականացնող ուրեմն մարմնի հետ։ Այսինքն այդքանով հանդերձ մենք պետք է ասենք, որ հաճախ հասարակության մեջ այդ տիկին Հերիքնազը շատ լավ նշեց, որ ավականու աշխատանքը այդքան հրապարակային չէ, ցավոք սրտի։ Դրա համար օրենքը շատ քիչ, ընդհանրապես 1-2 հնարավորություն է տալիս, դա էլ ավականու անդամի ինտելեկտից ելնելով։ Օրինակ, փոխադարձ կապը հասարակության հետ շատ թույլ է։ Բացի դա, ուրեմն օրենքը ընդհանրապես թույլ է տալիս տարին 1-2 անգամ, դա էլ ըստ օրենքի չէ, ըստ ցանկության հավանաբար հասարակության հետ ուրեմն առանձին հանդիպումներ կազմակերպել։ Այսքանով ուրեմն ավականու աշխատանքը այդքան էլ չի, որ այսպես հրապարակային է եւ հասարակություն ինֆորմացված է։ Բոլորի մոտ հասարակության մոտ կարծիք կա, որ ավականին ինստիտուտ է, որտեղ համայնքապետը ոնց ասում է, այնպես է։ Իրականում այդպես չէ։ Հենց զոր օրինակ մեր ուրեմն Արտաշատ քաղաքում
իսկապես այդպես չէ, անցկացվում է քննարկումներով, անցկացվում է ուրեմն առաջարկներով եւ փոխադարձ հարգանքի ուրեմն մթնոլորտում։ Այսքանը։ Լավ, ակնկալում ենք նաև կարծիքներ լսարանից, խնդրեմ։ Այստեղ նշվեց ավականու ինստիտուտի կայացումը, ես գտնում եմ, որ դեռ այնքան էլ կայացած չէ ավականու ինստիտուտը, քանի որ այն բաղկացուցիչ կոմպոնենտները, որոնք նշեց Վանիկը, թե ավականին պետք է ունենա ինտելեկտուալ, լինի ինտելեկտուալ, քաղաքականապես զարգացած, իրավապես զարգացած, ես շատ քիչ ավականու անդամներ գիտեմ, որոնք ունեն նման կրթական մակարդակ, կրթական, ասենք, ինտելեկտ, որով կարող են շփվել համայնքի անդամների հետ։ Մեր ավականու անդամներից շատերը, ընդհանուր եմ ասում, ընտրվում են բարեկամ հարազատ մտերիմ մարդկանց շրջանակներում, որոնք էլ մեզ թույլ են տալիս իրականացնել հասարակության կարծիքը վերհանել կամ լուծել կամ էլ չլուծել։ Ես ուրախ եմ, որ մեր Արտաշատ քաղաքում նման ավականու խումբ կա, որ հարցեր է բարձրացնում եւ լուծում եւ իր որոշիչ է ավականու խոսքը մեր համայնքապետի համար, շատ ուրախ եմ դրա համար, բայց լինելով ուսումնասիրելով մի քանի այլ համայնքներ գյուղական, ես եկել եմ այն եզրակացության, որ այդ գյուղական համայնքներում դեռ իշխում է հենց համայնքապետի կարծիքը, դրա համար ես կարծում եմ, որ դեռ կայացած չէ այդ ինստիտուտը։ Ավականու որոշումները ինչքանով են արտացոլում հանրային շահերը։ Ուրեմն ես այն տեսակետին եմ, որ ավականու ցանկացած որոշում եւ ընդհանրապես ամենքում կայացված ցանկացած որոշում, պետությունում կայացված ցանկացած որոշում պետք է արտահայտի հանրության շահերը, բխի հասարակության շահերից եւ միտված լինի նույն հասարակության զարգացման ու առաջընթացին, սակայն միշտ չի, որ դա համատեղելի է, ասենք մասնավորապես երբ որ հայտ են գալի անհատական ու խմբային շահեր, այսօր յուրաքանչյուր ընտրողի մարմինել, դա կլինի ավականի թե համայնքապետ, որոշակի նաեւ այսպես խմբերի, որոշակի այսպես միավորների շահերի արդյունքում ինքը դառնում է որոշակի իշխանական լիազորություններ կրող անձ։ Դա կլինի կուսակցության տեսքով, դա կլինի ինչ-որ փոքր համայնքներում մասնավորապես ազգերի տեսքով, ազգությունների, ասենք օրինակի Էսինչյաններ, Ենինչյաններ, ասենք փոքր համայնքներում դա շատ վառ արտացոլվում է, ու դրա արդյունքում դու կայացնում ես որոշում, որը որ այդ նույն այսպես քո թիկունքում կանգնած այդ միավորների արդյունքում, որ դու դարձել ես այդ իշխանական լիազորություններ կրողը ու որոշումը կայացնելիս անտեսես այդ շահերը ու առաջնորդես բացառապես ընդհանուր շահերով, դա կարծում եմ շատ դժվար է եւ դա ուժեղ կամքի տեր մարդուն հատուկ երևույթ է։ Դա շատ ժամանակ անտեսվում է հանրային շահերը ու շատ ժամանակ ցավոք սրտի գերակայում են, իշխող են հանդիսանում մասնավոր անհատական խմբային շահերը, մասնավորապես կուսակցական շահերը, այդ կուսակցական գզվրտոցների արդյունքում, ընդհանուր հանրային շահը փաստորեն ոտնահարվում է։ Երբեմն որը ցավոք սրտի հաճախակի է հանդիպում մեր հասարակության, մեր կյանքում։ Ես կասեի, որ բնականաբար պետք է որոշումները ավականու կողմից ընդունված կամ համայնքապետարանի կողմից ուրեմն ներկայացվող որոշումները պետք է արտահայտեն ուրեմն համայնքի ներկայացուցիչների շահերը միանշանակ է դա, սակայն այսպիսի մի խնդիրներ կան, շատ հաճախ առնչվում են խնդիրներ, երբ որ դա իսկապես որոշակի այսպես խմբերի կամ որոշակի մարդկանց շահերի օգուտ է լինում, բայց պետք է այստեղ ավականին իսկապես կանգնի վերկուսակցական, վերխմբային մակարդակի եւ ընդունի որոշումներ, որոնք գոնե համայնքի այսպես ամբողջ բնակչությանը ընդգրկեն, ամբողջ ուրեմն ընտրողներին ընդգրկեն եւ հավատացնեն ընտրողներին, հավատացնեն մարդկանց, որ իսկապես նրանց շահերն է ներկայացվում, նրանց նպատակների համար է կամ նրա համայնքի զարգացման համար է այդ որոշումները, այլ ոչ թե ինչ-որ կուսակցական կամ ինչ-որ խմբային, ուրեմն շահերին սպասարկելու համար։ Բնականաբար այս խնդիրները բոլոր համայնքներում էլ կան, դա թաքցնելու բան չի, բայց հնարավորինս ավականն երբ որ ասում ենք վերահսկիչ գործառույթ, հենց ավականի սրա համար է, երբ որ ուրեմն կարողանա թույլ չտալ նման որոշումների ուրեմն անցկացումը եւ կյանքի կոչումը։ Տիկին Շողիկ, դուք ինչ կավելացնեք։ Ամեն դեպքում ես կարող եմ ասել, որ այս պայմաններում
պետք է ավականին ինքը ցանկություն ունենա ընտրվելու։ Այ որ ասացին իմ ավականին նման պայմաններ առաջանում են դեպքում, երբ որ գյուղապետը ինքն է, ասենք, ասում այսինչ ընտրվի, այնինչ ընտրվի։ Իսկ մարդը եթե ինքը ցանկացավ, ինքը ուրեմն այդ հարցերի մեջ էլ կխորանա եւ հարցերին կպատասխանի ճիշտ ձևով։ Որոշումները ճիշտ կկայացնի։ Իսկ այտենց արդեն որ ասում են իմ ավականին, այդ դեպքում արդեն եթե գյուղապետն է ասել ընտրվի, ուրեմն գյուղապետը ասածն է պետք է կրկնի։ Եթե թույլ կտակ մի հավելում կատարեմ, ես գիտեմ մի քանի համայնքներ անունները չի ցանկանա տալ, որ այդ համայնքներում ավականու տեխնացիներ են լինում ճիշտ այն թվով մարդիկ, ինչ թվով որ պետք է ընտրվեն։ Ընդունեք 5 հոգի, 7 հոգի, ես այդպես մի քանի համայնքներ գիտեմ, համայնքապետերի հետ էլ շփվում եմ, մեր գործնական հարաբերությունից ելնելով ես ուղղակի գիտեմ, որ այդպես է լինում։ Ու այդ արդյունքում դուք հիմա մենք հիմա բոլորս գեղեցիկ բառեր խոսենք, հա, ավականու ինստիտուտի կայացման մասին, մեղմ ասած տեղին չէ։ Բնակիչ պետք է ինքը ցանկություն հայտնի ընտրվելու։ Իսկ Ոչ թե սպասի հրավերքի, որ հա ասեն ընտրվի ու որոշումները կայացնի։ Այնքան տեխնացիներ են լինում, ինչքան որ պետք է իրականում ավական լինի, ինչի մասին է խոսքը։ Լավ, կան կարծիքներ, խնդրեմ։ Ես ուզում եմ խոսել համայնքի ավականու անդամի եւ բնակչի համագործակցության մասին, քիչ առաջ խոսվեց դրա մասին։ Ուղղակի այստեղ ավականու անդամի դերը շատ մեծ է, որ ավականու անդամը պետք է հաճախակի մասնակցի բնակչության հետ, համայնքի բնակչության հետ, լսի խնդիրները եւ այդ խնդիրները ինքը կարողանա բերել ներկայացնել համայնքի ղեկավարին։ Համայնքի ղեկավարը գուցե ամեն խնդրին ինքը չկարողանա տեղակ լինի կամ բնակիչը ինքը չի կարող ամեն բնակիչ գալ քաղաքապետարան կամ գյուղապետարան այդ խնդիրը բարձրացնել։ Իսկ համայնքի ավականու անդամը, երբ որ ինքը ընտրվում է բնակչության կողմից, ինքը պարտավոր է նաև իր պարտականությունների մեջ է հանդիպել համայնքի բնակչի հետ եւ այդ խնդիրները բերել համայնք ներկայացնել ղեկավարին։ Ես ուզում եմ մի հարցի շուրջ խոսել, այ տեղական ինքնակառավարման սկզբունքները, մեր 9 սկզբունքներից մեկը վերջերս օրենսդրական փոփոխությունների համաձայն այդ փոփոխությունների 10-րդ սկզբունքը ամրագրվեց, որ բնակչության մասնակցության վերաբերյալ է դա, ու այդ բնակչության մասնակցության հենց խնդիրը դա է, որ բնակիչը ինքը պետք է իր համայնքի խնդիրների լուծմանը ակտիվ կարողանա մասնակցի, իսկ դա ավականու անդամի սուրբ գործն է, որ ինքը կարողանա ներգրավի եւ բերի այդ զարգացման ծրագրերի իրականացմանը մասնակից դարձնի համայնքի բնակչին։ Շնորհակալություն, ես ուզում եմ դարձյալ հարց ուղղել մեր լսարանում նստածներին։ Արդյոք որևէ մեկը մասնակցել է ավականու նիստերին, ձեզանից որևէ մեկը եւ ինչ ակտիվություն է ցուցաբերել եւ առհասարակ տեղեկացված է արդյոք ավականու նիստերից։ Ես աշխատանքի բերումով ինքս մասնակցում եմ ավականու նիստերին եւ հաճախակի եւ նաեւ ներկայացնում եմ նախագծեր որոշման շատ ցավում եմ, որ մեր ավականու անդամներից շատերը, չեմ կարող ասել բոլորի մասին, որովհետև այդպես չէ, շատերը նախորոք չեն ծանոթանում այդ նախագծերին, որոշման եւ այն հետաքրքրող հարցերը, որ վերաբերվում է տվյալ նախագծին, իրենք կարող են նախորոք, եթե հետաքրքրում է տվյալ հարցերին վերաբերող փաստաթղթեր պահանջել, տեղեկանան, արդյոք դա համապատասխանում է իրականությանը, արդյոք դա այդ հետագայում հաստատել այդ որոշումը ինչ որ կարևոր խթան կհանդիսանա համայնքի զարգացմանը, ցավում եմ, որ մեր ավականու անդամները ակտիվ չեն այդ հարցում, այսինքն իրենք ըստ օրենքի ստանում են 7 օր առաջ բոլոր այդ փաթեթը, փաստաթղթերի օրակարգը, բայց ոչ բոլորն են, որ ակտիվ են մասնակցում։ Ավականիները պետք է ժամանակին, երբ որ ընտրվում են ավականի եւ ավարտում են իրենց այդ ժամանակահատվածը, գոնե վերջում պետք է իրանք հաշվետու լինեն ժողովրդին, ինչ են արել այդ ընթացքում, գոնե մի հարց լուծել են քաղաքի կամ համայնքի գյուղի համար։ Բոլոր ավականիները պարտավոր են շփվել ժողովրդի հետ, իմանալ իրենց խնդիրները, ինչպես Տիկին Խաչատրյանը նշեց։ Պարտավոր են իմանալ ժողովրդի խնդիրները եւ ներկայացնել։ Կան մարդիկ իհարկե ավականներ, որոնք լուր նստում են միայն ձեռք բարձրացնելու համար, իսկ մեր մոտ այդպես չէ։ Ակտիվ մասնակցություն ունի ավականին, այսքանը։ Խնդրեմ։ Ես ասեմ, որ 10 տարի առաջ եղել եմ ավականու անդամ Արտաշատ քաղաքի, եթե համեմատենք նախկին ժամանակվա եւ այսօրվա ավականի անդամների, շատ մեծ տարբերություն կա։ Նախկինում մենք պրոտոկոլային նստում էինք, ընդհանրապես մասնակցում էինք քաղաքապետի յուրաքանչյուր
առաջ քաշած հարցին, իսկ հիմա կարող եմ ասել այդպես չի, ԱԱԿ-ին փոփոխություն կա, նոր պետություն ենք, դեռ 20 տարվա պատմություն, կարող եմ ասել, որ ամեն ինչ առաջումը կլինի, ամեն ինչը նորմալ է, ԱԱԿ-ին մեծ փոփոխություն որպես հեռուստատեսության ոլորտում աշխատող անձ նկատվում է եւ ավականների աշխատանքը եւ համայնքապետերի ինձ թվում է ժամանակի խնդիրը ամեն ինչ կլուծվի։ Խնդրեմ։ Ես ուզում եմ Իգրի հետ չհամաձայնվել մի հարցում։ Ուրեմն երևի թե ավականու ինստիտուտը հազվադեպ են ոլորտներից է, որտեղ քաղաքականությունը հաստատ չկա, կուսակցական խաղեր հաստատ չկան։ Կուսակցությունները շահագրգռված չեն։ Ես չեմ իմանում կուսակցությունները առաջադրում են իրենց անդամներին ընդհանրապես, ինքնաառաջադրումով են գալիս մարդիկ, եւ կուսակցությունները հաստատ հետաքրքրված չեն որովհետեւ այնտեղ չեն էլ տեսնում, որ այդ ավականու անդամ այնտեղ իր կուսակցությանը կարող է իր հեղինակությունը բարձրանալ, այս անդամին ճանաչելով որպես այդ կուսակցության անդամ, հասկանան, որ նա նաև նրա աշխատանքը տեսնեն եւ գնահատեն, բայց որ այստեղ կուսակցական խաղեր կարող են լինել, որ կուսակցությունները շահագրգռված են, կարծում եմ, այսպես չի։ Մեր հեռուստադիտողներին եւ լսարանին եւ փորձագետներին առաջարկում ենք դիտել մի քանի օր շարունակ արված հարցադրումներ, որոնք ուղղել ենք մեր բնակիչներին։ Իսկ այժմ ուշադրություն դեպի էկրանները։ Որոնք են ավականու հիմնական գործառույթները։ Վերահսկեն բյուջեն։ Չգիտեմ։ Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ այդ մասին, բայց կուզենայի հեռուստատեսությամբ դա տեղեկացվեր, որ քաղաքացիներն տեղյակ լինեին։ Հարմար, ոչինչ։ Ինչ թերություններ ունի այսօր ավականին։ Ոչ մի թերություն չունի։ Տակից մինչև վեր թերություն այլ է, որ մի լավ բանի համար ասեն։ Դու ասա որն է լավ, սաղ թերություն այլ։ Թերություններ շատ կան, եթե իրանց հնարավորությունների սահմանում կարողանան մի քիչ ավելի արդյունավետ աշխատեն, մի արդյունքի կհասնենք, համ մեզ համար լավ կլինի, համ էլ իրենց աշխատանքը լավ կկատարեն։ Պետք է հաշվի առնել գիտելիքը փորձը, ոչ թե խնամին ծանոթ բարեկամը կամ մի քիչ ավելի փող ունենալը։ Թերությունը սա է, որ համընդհանուր է հանրապետությունում։ Առաջնորդում ավականին գալիս։ Ես ոչ բանով։ Ո՞նք ընտրում եք։ Ինչ սա պետք։ Չեմ ընտրում եմ։ Բայց ոչ բանով չեմ առաջնորդվում։ Իրանք չեն առաջնորդվում։ Նախ առաջնորդվում եմ գիտելիքը հաշվի առնելով, մարդու փորձը հաշվի առնելով եւ որպես մարդ լինելով։ Գիտեմ, որ եթե աշխատեց, իրոք աշխատելու է լավի համար։ Ես ընտրությունների հետ կապ չունեմ։ Իմ բարեկամին կընտրեմ, իմ մոտիկ հորեղբորս տողն կընտրեմ։ Ավականին, ինչի ուրիշին ընտրեմ։ Խնդրեմ, ինչ կասի լսարանը այս հարցումների վերաբերյալ։ Մենք լսեցինք, որ շատերի կարծիքով բարեկամ ծանոթ հասկացողությունը գործում է միևնույն է, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ իհարկե կա իրեն մեջ այդ հայկական թասիբ ասվածը, բայց ավական ընտրելիս այնուամենայնիվ պետք է առաջնորդվենք ոչ միայն այդ բարեկամական խնամի ծանոթ կարգավիճակով, այլ հաշվի առնենք տվյալ մարդու թե գիտելիքները, թե սրտացավությունը կոնկրետ համայնքի հանդեպ, ինչու՞ չէ նաև ինչ որ տեղ ղեկավարելու կարողությունը, որտեղ կարծում եմ ամեն ոք չէ, որ կարող է այդ ամենին տիրապետել։ Դա իմ կարծիքն է։ Խնդրեմ Տիկի Ժանա, ինչ կասեք։ Я бы сказала, на самом деле, эти факторы существуют, которые произнесли наши прохожие, наши жители. Однозначно очень обидно, что мы избираем не только по профессиональным данным, по уровню как умственного потенциала, так и прошедшей жизни или по профессионализму. Мы выбираем по тому кум, сват, брат и так далее. Но опять-таки человек, который избирается, он должен быть ответственным, должен быть принципиальным. Он не должен лицом в грязь пасть, он должен быть честным и принципиальным. И отвечать за все свои, за все он должен быть подотчетным своим избирателям. Я только это могу сказать. Нужно работать, нужно действовать. Ես կփորձեմ մի փոքր տեղեկատվություն տալ ավականու
անդամների ընտրությունների վերաբերյալ Արարատի մարզի համար։ Ուրեմն 2012 թվականի սեպտեմբերի 9-ին Արարատի մարզի 67 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ 83 համայնքներում ավականու ընտրություններ։ Կին համայնքապետ ընտրվեց միայն 1 թեկնածու կար եւ այն էլ ընտրվեց, իսկ 699 ավականու անդամներից 48-ը կանայք էին։ Նախորդ ընտրություններում հիշեցնեմ, որ ավականի էին ընտրվել 31 կին։ Մասնագետներն ասում են, որ սա բավականին մեծ արդյունք է, առաջընթաց է։ Այժմ հարց մեր փորձագետներին, ինչ եք կարծում դուք։ Я скажу, что нет, это недостаточно. Нужно больше количество женщин, чтобы было в этих советах городской мэрии и вообще. Потому что женщина думает душой. Она, можно сказать, и рискованно, она и душевно, она оптимально берет все эти проблемы с чувствами. Мне кажется, что мы принесем больше пользы, чем будет однородный состав, одни мужчины будут. Դուք ինչ կասեք Տիկին Շողիկ։ Ես ճիշտ ասած ուզում եմ միանալ Նազարյանի կարծիքին, որ հասարակական կազմակերպությունները նման տեսակ հարցերում շատ թույլ են։ Իրենք եթե առաջարկեն իրենց կազմակերպությունում եղած ակտիվ կանանց, ինձ թվում է բավականին մեծ արդյունք կունենանք։ Այ ես էլ եմ ասում, եթե մեր սեմինարները չլինեին, ինձ թվում է մեր գյուղում էլ նման տեսակ տեղաշարժ չէր լինի, բայց փաստորեն ես 10 տարի ավականու անդամ էի, սեմինարներից հետո, երբ որ քննարկում անցկացրեցինք գյուղապետարանում գյուղի ակտիվ բնակչության հետ, կարողացանք առաջընթաց ունենալ։ Մեկ ավականուց դարձավ 4 ավականի Ոստան համայնքում։ Ունենք 9 ավականներ, որից 4-ը կին են եւ 3-ը բարձրագույն կրթությամբ։ Արդյոք հասարակությունը պատրաստ է տեսնել այսօր կին ղեկավարի։ Ինձ թվում է մեր գյուղում այո, արդեն։ Իմ կարծիքով մի փոքր կներեք իհարկե հարցի մեջ այսպես է արհեստական բան կա, տղամարդ կին, այնուամենայնիվ մենք այսօր այն իրականությունում ենք, երբ որ այսպես ասեմ, հա, անգամ տղամարդիկ իրենց ուժերով հազիվ են փորձում ընտրվել, եթե չունենան որոշակի այսպես լծակներ։ Այ մենք նշում ենք, հա, որ ինչպիսին պետք է լինի ավականին։ Իսկ կներեք, օրենքով դա սահմանված բան է։ Ընդհանրապես պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի տվյալ համայնքի ներկայացուցիչ 21 տարեկան է լրացած։ Կին տղամարդ, գիտելիք, կրթություն, նման բաները այսպես ասեմ, օրենքով սահմանված չեն։ Հետևաբար ոչ ոք իրավունք չունի ասել, հա, պետք է պարտադիր կրթված լինի, բարձրագույն կրթություն ունենա կամ ինչ-որ ֆակուլտետ ավարտած լինի։ Դրանք ընդհանրապես ցանկություններ են եւ իմ կարծիքով իհարկե ցանկալի են, որ այդպես լինի։ Օրինակ այն մարդը, ով իր ուժերով է փորձում ընտրվել, իր ուժերով է փորձում հասնել դրան իր նպատակները ծրագրերը իրագործելու համար, բնականաբար որևէ մեկից որևէ կախում չունի եւ հանգիստ կարող է իրագործել։ Ինչ վերաբերում այդ կանանց եւ տղամարդկանց հարաբերակցությանը ձեր նշած տվյալներին, իհարկե այստեղ խնդիրը իմ կարծիքով զուտ մասնակցության մեջ է եւ այստեղ խնդիրը ոչ միայն համայնքային, այլև համապետական է։ Իմ կարծիքով խնդրի լուծման ընդհանրապես մեկ ուղի ես կարող եմ առաջարկել օրենքով, ես իդեպ իմ խոսքի սկզբում նշեցի տեղական ինքնակառավարման մարմնի մասին օրենքի, հա, այսպես ոչ լավ լինելը, մեղմ ասած, այ օրենքով պետք է սահմանվի գոնե որոշակի այսպես ցենս 15 հոգի ավականուց պետք է 4-ը լինեն կանայք։ Եվ սա իհարկե կօգնի ավականուն, որովհետև իսկապես կանացի մտածելակերպը, կանացի առաջարկները, նրանց կարծիքները, դիտարկումները երբեք համեմատելի չեն տղամարդկանց, այսպես ասեմ, հա, ակտիվությանը եւ տղամարդկանց գաղափարներին, բայց կրկնում եմ, այստեղ խնդիրը մենք չպետք է դնենք զուտ գենդերային կամ այսպես սեռական, ուրեմն փոքրամասնություններ կամ մեծամասնություն, իմ կարծիքով այդ կտրվածքով չպետք է դիտարկել, այլ ուղղակի նրանով, որ նախ պետք է իսկապես կինը ինքը ցանկանա մասնակցի։ Խնդիրը դրանում է, այդ ինչքան են եղել մասնակիցների քանակը, որ ընդունենք որևիցե մեկը գուցե վերևից թույլ չի տվել, այդպիսի բան գոյություն չունի։ Նախ կանանց մեջ պետք է դա այդ ցանկությունը առաջանա, հետո նոր կորոշի համայնքը ընտրել, թե չընտրել։ Այ ուրիշ բան կլիներ, հա, կներեք իհարկե, երբ որ մեր տեխնացուներից 18-ից 12-ը լինեն կանայք, ընդունենք ընտրվեր 2-ը։ Մնացածը կամ չգիտեմ էլի, այսինքն հասարակությունը արտոնությունը տար տղամարդկանց։ Այ հենց այստեղ խնդիրը ոչ թե պետք է ընտրության, այլ պետք է մարդիկ իրենք ցանկանան մասնակցել ընտրություններին։
Լավիգր, դուք նույնպես կարևորում եք կանանց դերը հատկապես ավականիների աշխատանքում։ Ուրեմն կանանց դերը ոչ միայն պետք է կարևորել ընտանիքում, հա, տնտեսության կազմակերպման գործում, այլ ընդհանրապես հասարակական տարբեր ոլորտներում, այդ թվում ամենաբարձր պետական իշխանական ոլորտներում, էշելոններում, այդ թվում ինչու ոչ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կոնկրետ ձեր բարձրացված ձեր նշած հենց ավականիում։ Ես նույնպես այն տեսակետին եմ, որ շատ արհեստական է ու ինձ համար ոչ ընդունելի է այն հարցադրումը, թե կանայք, տղամարդիկ մի տեսակ այսպես այն մոտեցումը, որ անպայման պետք է մաքսիմալ լինի գենդերային հավասարություն, հա, ավականիում եւ այլն եւ այլն եւ այլն։ Իրոք պետք է դա անհատական մոտեցում լինի, իրոք կարող է լինել դեպքեր, երբ որ մեկ կին ավականին այնքան լավ աշխատի, որ մի քանի տղամարդ ավականի այդքան չկարողանա աշխատել եւ հակառակը, այսինքն ինձ համար զուտ սեռային տարբերակում մտցնելը մեղմ ասած ընդունելի չէ։ Ես ավելի շատ կողմ եմ պրոֆեսիոնալիզմին, ես ավելի շատ կողմ եմ ակտիվությանը, ես ավելի շատ կողմ եմ այն ավականու անդամներին, ովքեր ունեն պետական, համայնքային մտածելակերպ, այնքան վեհություն ունեն, այնքան գիտելիքներ ունեն, այնքան պրոֆեսիոնալիզմ ունեն, որ վեր են կանգնում ցանկացած տեսակ անհատական խմբային շահերից։ Շնորհակալություն Իգոր, շնորհակալություն։ Ես կցանկանայի լսել նաև մեր լսարանի կարծիքը։ Ես լիովին համաձայն եմ Վանիկի հետ, որ ինչպես ազգային ժողովում են այդ քվոտաները հաստատվել, ասենք նույնը լիներ նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հաստատվեր, ասենք ենթադրենք տվյալ համայնքում 15 պետք է ընտրվեն, բնակչության թվից ելնելով պետք է ընտրվի 15 ավականու անդամ, թող լինի 4-ը կամ 5-ը պարտադիր լինեն կանայք։ Ես կարծում եմ, որ կանայք քիչ են այն պատճառով, որ իմ կարծիքով երևի չի բավարարում իրենց համարձակությունը, մի տեսակ ինքնավստահ չեն, գուցե այդ քվոտաները թույլ տա, որ ասենք իրենք կարողանան իրենց դրսևորեն։ Իսկ ինչ վերաբերվում է Իգրի ասածին, որ իրոք կին թե տղամարդ դա տարբերություն չկա, կարևորը որ պրոֆեսիոնալիզմ լինի, կրթված լինի, լավ տիրապետի համայնքի խնդիրներին, կարողանա խնդիրների լուծման ակտիվ մասնակցի, ես դա համաձայն եմ Իգրի հետ, այո, բայց նաև նշեմ, որ մենք համայնքներում ունենք շատ ակտիվ կանայք, շատ գրագետ, ձեր ասած պրոֆեսիոնալիզմով բարձր մակարդակով կանայք, որ իրենք չգիտես ինչու մի տեսակ չեն համարձակվում մասնակցեն ընտրական գործընթացներին։ Եվ շատ ցավում եմ, որ վերջի վիճակագրական տվյալներով մեր մարզը կանանց ընդգրկվածությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերջին տեղերից է եւ զարմանում եմ, որ մեր հարևան Արմավիր մարզը առաջի տեղերից մեկն է զբաղեցնում։ Ես նշված բոլոր կարծիքների հետ համաձայն եմ։ Ես գտնում եմ ինչու կանայք չեն ընտրվում, ընտրական գործընթացներում չկան, քանի որ կարծում եմ չունեն համապատասխան օժանդակություն թե տղամարդկանց կողմից, թե կանանց կողմից։ Այսօր մեր հասարակությունը պատրաստ չէ կին քաղաքական գործիչներին տեսնելու։ Այն նշվեց, որ ավականու ընտրությունների համար պարտադիր չէր ինչ որ ցենզեր ունենալ կրթական, բայց հենց որ կին է առաջադրվում, այստեղ ակնհայտ գալիս է սկսում են ինքնակենսագրությունը այդպես ասած փորփրել, իմանալու համար ինչ կրթություն ունի, ինչ ընտանեկան դրություն ունի, հետ կապ ունի, ինչ քաղաքական ուժ է ներկայացնում կամ ոչ։ Այդ դեպքում գալիս ենք հանգում ենք նրան, որ կանայք իրոք ինչ որ չափով թույլ են համարվում, քանի որ ես ինքս ավականու անդամ դրել եմ իմ թեկնածությունը, չեմ ներկայացրել ոչ մի քաղաքական ուժ, բայց ես չեմ ընտրվել։ Նրանով ոչ թե չունեմ փորձ կամ չունեմ գիտելիք, պարզապես ես չեմ կարողացել որոշ տղամարդկանց նման, ավականիների նման, այդպես գնալ փողոց առ փողոց ձայն կորզելու կամ բարեկամ հարևան հարազատներ խառնելու։ Կանայք պարզապես չեն ընտրվում նրա համար, ոչ թե չունեն փորձ, մանավանդ մեր մարզում նմանատիպ սեմինարներ այնքան շատ են եղել, այնքան կիրթ, գրագետ կազմակերպված կանայք ունենք, նրանք չունեն այդ օժանդակությունը թե համայնքապետարանի կողմից, թե հասարակական կազմակերպության կողմից։ Իրանք միայնակ են, կոնկրետ եթե ես չեմ հարում որևէ քաղաքական կուսակցության, ես համոզված չեմ, որ որևէ ինչ որ մի խումբ կարող է օժանդակել ինձ, որպեսզի ես ընտրվեմ ավականի։
Ձեր ներկայացված բոլոր փաստարկները վերաբերում են նաև տղամարդկանց։ Այդ նույն տղամարդիկ եւս ունեն օժանդակության խնդիր, իսկ օրենքում հստակ սահմանված է նախընտրական քարոզություն։ Հիմա ոնց ուզում եք արեք, կապ չունի կանեք թե տղամարդիկ։ Ձեր նշած բոլոր խնդիրները ես ինքս անցել եմ, առանց որևէ կուսակցության, առանց կուսակցական լինելու, միջև որս էլ կուսակցական չեմ։ Բացառություն եք կազմում։ Ուզում եմ ասել, որ այդ խնդիրների նաև Ամենայն դեպս դուք տղամարդ եք, մենք կին։ Լավ, այդ դեպքում ինչ մեխանիզմներ են առաջարկվում կանանց դերի բարձրացման համար։ Խնդրեմ, երկուստ եք կարող եք ասել եւ դահլիճից եւ լսենք կարծիքներ եւ փորձագետների։ Ուրեմն մենք վերջի տարիներին կոնկրետ ես շատ եմ առիթներ ունեցել եւ սեմինարների մասնակցելու եւ տրեյնինգների կարծում եմ, որ սրանք շատ մեծ նշանակություն ունեն եւ կնոջ համար, հատկապես ինքնագնահատականը մարդու ձևավորելու համար համարձակությունն են ավելի ունենում, իսկ որ ընտրություններ են եւ պետք է քարոզարշավ արվի եւ պետք է դռնեդուռ ընկրվի եւ պետք է մարդկանց հետ աշխատի, շատ նորմալ բան է եւ կնոջ համար եւ տղամարդու եւ այնպես չի որ տղամարդը պիտի դա անի, կինը չանի։ Մենք հավասար գնում ենք նույն դաշտում աշխատելու, նույն իրավունքներն ենք ուզում, ունենք նաեւ նույն պարտականությունները, նույն աշխատելու ոճը, որևէ տարբերություն չպետք է լինի։ Եվ ես կարծում եմ, որ որքանով անհրաժեշտ է ավականույում կնոջ ներկայությունը, նույնպես կարելի ասել, որ բոլոր խավերն էլ պետք է ներկայացված լինեն։ Եվ երիտասարդներ պետք է լինեն, եւ մանկավարժներ պետք է լինեն, որ այնտեղ բոլոր շահերը, բոլորի շահերը ներկայացված լինեն, բայց մեզ մոտ ձևավորված չի, այսպիսի խմբակային շահերով մարդիկ չեն առաջադրվում։ Մանկավարժները չեն առաջադրում իրենց գործընկերոջը։ Պետք է ուղղակի կինը, եթե ինքը իրեն հավասար է զգում, պետք չի որ ինքը իրեն ճանապարհ բացեն, ինքը հավասար կպայքարի եւ ոչ մեկից էլ վատ չի պայքարի։ Ես կարծում եմ, որ մենք Վանիկի հետ նույն Այո, մի դիտարկում, ուղղակի որ քանի որ նշվեց, որ գուցե համայնքապետարանը օգնի կամ համայնքապետը օգնի կամ ինչ որ տեղերից օգնեն, թեկուզ հասարակական իմ կարծիքով էսպեսին է։ Եթե օգնեցին, հաստատ դուք չեք ունենա այն ձեր խոսքը, ձեր չի ունենա այն կշիռը, ինչ որ կունենաք ինքնուրույն եւ իհարկե նախընտրական կամպանիան դա ուրեմն լուրջ աշխատանք է, ցավոք սրտի մեր երկրում շատ, այսպես ասեմ, ոչ այնքան լավ կազմակերպվող։ Հատկապես ավականու դեպքում դա, այսպես ասեմ, էլի իմ կարծիքով բոլոր համապետական եւ համայնքային ընտրություններում ամենավատ նախընտրական կամպանիան կազմակերպվում է հենց ավականու ընտրությունների ժամանակ։ Քանի որ մարդիկ չունեն ֆինանսական միջոցներ, քանի որ մարդիկ չունեն, այսպես ասեմ, հա, այն այսպես խմբեր, որոնք իրենց կօգնեն, չունեն գրասենյակներ եւ այլ եւ այլ եւ այլ, այսինքն խնդիրներ, որոնք ուրեմն պետք է դու ունենաս, որպեսզի կարողանաս ընտրվել։ Բայց երբ որ դու ցանկանում ես ինչ-որ տեղից քեզ օգնեն, ինչ-որ կուսակցությունից, նույն համայնքապետանից, իհարկե այդպես է։ Լինում են այդպիսի դեպքեր, երբ կին ավականու անդամի կարծիքը չի ընդունվում։ Խնդրեմ Տիկին Շողոյ։ Ոչ, ես նման դեպք չեմ հանդիպել եւ ինձ թվում է չի լինի նման դեպք, որ ինչ-որ որպես կին իր ասածը չանցնի։ Հաշվի առնեմ, որ կին է, տամար հաշվի չառնեն, ինձ չի թվում։ Եվ ես ուզում եմ մի բան էլ ասել, որ ավականու այդ անդամների ցանկությունը, որպես իրենք ավականի դառնան, պետք է ոչ թե ընտրությունից ընտրություն այդ թեմաները քննարկվի, այլ ասենք ընթացքում կարողանան ինչ-որ ակտիվ կանանց ներգրավել, բացատրել պահերը, որ իրենք հասկանան, որ այնտեղ ոչ մի բարդ բան չկա։ Ուղղակի իրենք իրենց ունակությունները պետք է ցույց տան, կարողանան օգնել ժողովրդին։ Դուք ինչ կարծիք եք, Տիկին Ժանա։ Если правильное и рациональное предложение есть, независимо от того, это женщина или мужчина, это принимается однозначно. Но еще лучше принимается со стороны женщин. В моем круге так это, я по-другому не представляю. До сих пор я работаю с ними, среди 15 членов совета я одна женщина, и это все нормально воспринимается, меня слушают, уважают, и я такое не помню. Իրոք նորից շատ արեստացին այսպես մտցվում այն մոտեցումը կին տղամարդ այդքան մի տարանջատեք երկուսն էլ մարդիկ են երկուսն էլ մեկը մյուսի այնպեսի տպավորություն է ոնց որ հակադիր դասակարգերի մասին եք խոսում այսպես մրցակցող պատերազմով ամենևին քավլիցի այդպես չի պետք է համագործակցեն պետք է մեկը մյուսին լրացնեն մեկը մյուսին օգնեն ու այս հասարակությունը առաջ տանեն նույն կին ու տղամարդ են այս հասարակության անդամը ինչի մասին է խոսքը ու կապ չունի կարծիքնով ասում կարևորն է թե ինչ ես ասում սա այսպես երկրորդը ես ավելի գլոբալ կուզենայի այս հարցին մոտենալ առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծի թե դա մեկը մյուսի հետ ինչ կապ ունի
Ես ասում եմ հստակ հետևյալ միտքը, աղքատ երկրներում ժողովրդավարություն չի լինում, աղքատ պետություններում իրավական պետություն հնարավոր չի կառուցել։ Ուզում եք նորմալ ժողովրդավարական իրավական պետություն լինենք, ուզում եք կայացած տեղական ինքնակառավարման մարմիններ ունենանք, ուզում եք անկախ դատական իշխանության համակարգում տնտեսություն զարգացնենք։ Դրանից հետո մնացած ածանցյալ բոլոր խնդիրները համակարգային կերպով լուծվելու են։ Կին, տղամարդ, այս հարաբերակցությունը, այս տարանջատումը, այս հակադրությունները կարծում արհեստական են։ Շնորհակալություն Իգոր, ինչ կասեք լսարանից։ Խնդրեմ։ Մի հարց ունեմ էլի Իգրին, եթե նա չի տարանջատում կին եւ տղամարդ, դուք ձեր կնոջը կթողնեիք որևէ հասարակական կամ ասենք քաղաքականության մեջ ընդգրկված լինել։ Ես առնվազն շատ ներողություն եմ խնդրում կատեգորիկ դիրքորոշման համար, կհամարի տկարամտություն կնոջը հետ պահելը հասարակական քաղաքական ակտիվությունից։ Ես համաձայն եմ, օրինակ իմ հաղորդման շրջանակներում մեկ անգամ հարցում անցկացեցի ժողովրդի շրջանում եւ տղամարդիկ եղան, արդյոք կանայք համաձայն եք որ աշխատեն, եղան տղամարդիկ, ովքեր ասացին կինով է որ աշխատի կամ նա նույնիսկ իր տան գործերը չի հասցնում անի, մնաց թե աշխատի, թող մնա տանը եւ աշխատի։ Հենց տղամարդիկ են սահմանափակում կնոջը եւ իրենց աղջիկներին, կանանց եւ հարցներին թույլ չեն տալիս մտնել որևէ քաղաքականության մեջ։ Հենց պետք է բարեփոխումը լինի հենց տղամարդկանց մտածելակերպին։ Ես չէի ուզենայի, որ դուք ընդհանրացնեիք, որ տղամարդիկ են սահմանափակում, ես չեմ բացառում այնուամենայնիվ, որ կան այդպիսի տղամարդիկ, ովքեր սահմանափակում են, ովքեր խոչընդոտում են իրենց տիկնանց, արժանավայր այսպես դիրքորոշումը, հասարակական, քաղաքական դրսևորում ընդհանրապես։ Ես չեմ բացառում, որ կան այդպիսի տղամարդիկ, բայց ես անձամբ իմ մոտեցումը հետևյալն է, որ կինը լավ էլ հարցեր որոշողն է, խնդրեմ զորօրինակ տնտեսության գործերը, շատ ներողություն իսկ ով է որոշում։ Ով է որոշում տան ներսի տնտեսության գործերը, երեխաների դաստիարակությունը, այսօր չէ որ նույն կինը չի որոշում։ Նույն կին այսօր ընտանիքներ պետության փոքր մոդելն է, չէ՞, Արիստոտելը պետության առաջացման նավապետական տեսության մեջ ասում էր դա պետությունը դա նույն ընտանիքն է։ Ու այսօրվա դրությամբ եթե մենք ասում ենք որ ներողություն, որ փոքր, որ ընտանիքը այսօր կինն է ղեկավարում, դե ֆակտո տնտեսությունը կինն է ղեկավարում, երեխաների դաստիարակությունը կնոջ վրա, հետեւաբար ինչի նույն կինը չպետք է ղեկավարի պետությունը։ Կներեք շնորհակալություն, այլ կարծիք, խնդրեմ։ Ըստ ինձ թվում է ավելի շատ այդտեղ էթնիկական խնդիրն է։ Քանի որ ինչպես գիտենք, մեր հայկական իրականության մեջ միշտ այն կարծիքն է եղել, որ կինը պետքա չաշխատի, որը քիչ-քիչ գալիս է հասնում է ու հանգում է սրան, որ կինը պետքա չաշխատի, բայց ըստ ինձ կինը բոլոր ոլորտներում պետքա լինի, քանի որ ինչպես տղամարդը, այնպես էլ կինը ունեն նույն իրավունքները, ու պետքա երկու կողմից էլ նայենք խնդրին, քանի որ եւ կինը կարող է աշխատել եւ տղամարդը։ Այստեղ արդեն գալիս է այն առանձնահատկությունը, որ դա էթնիկական խնդիր է մեզ մոտ։ Շնորհակալություն, այլ կարծիք։ Մեկ էլ մի բան է, էլի, որ դուք ասում եք այսպիսի կարծիք կա, որ կինը չպետք է աշխատի, դուք արդեն դրանով այն ջրաղացին ջուր եք լցնում, որ ովքեր էզը մտածում են։ Թույլ տվեք չհամաձայնվել մեր մասնակցի հետ, որ այստեղ նաև էթնիկական գործոնն է դեր խաղում, մեր ազգը վաղուց կնամեծար ազգ է եղել եւ ես չեմ համաձայնում դրա հետ, որ մեր մեջ կա այդ կարծիքը, մեր ազգի մեջ կա այդ կարծիքը, որ պետք է կինը մնա տանը եւ խոհանոցում, չգիտեմ։ Սա գալիս է ավելի շատ սոցիալ-տնտեսական ծանր վիճակից եւ այստեղ տղամարդկանց մոտ ինչ որ մտավախություն է առաջանում, որ կինը դուրս գալով տնից, դուրս գալով հասարակական քաղաքական ակտիվ մասնակցություն ցուցաբերելով ավելի շատ ինչ որ հիասթափություն կամ ինչ որ մի նման մտավախությունն է դեր խաղում, որը նպաստում է ուրեմն կնոջը պասիվությանը, պասիվ պահվածքին։ Եւ մի բան էլ ուզում եմ ավելացնեմ ավականու ինստիտուտի կայացման հետ կապված, որ ավականու այդ ինստիտուտը այդքան էլ չեմ համարում կայացած, որտեվ այսքան քննարկումներ եղան եւ նորից մենք սխալ կարծիք արտահայտեց, մեր մեջ են սխալ կարծիք արտահայտվեց, մենք եւ ոչ ոք մեզանից չասեց, որ սա ներկայացուցչական մարմին է, ավականին ինքը ներկայացուցչական մարմին է, ինքը հենց ներկայացնում է համայնքի մի շարք խավերի, համայնքի բնակիչների շահերն է ներկայացնում եւ քիչ է այն, որ համայնքի ավականին, ավականու անդամ ինչ որ ցանկություն ունի, ուզում է անի, այլ պետք է նա հենց հանդիպի իր ընտրողի հետ,
ինքը պետք է ուրեմն հենց օրենքը թույլ է տալի դա, օրենքը նախատեսում է ծախսերը անգամ։ Ես չլսեցի, որ ավականու անդամներից որևէ մեկը ասեր, ինքը կազմակերպել է հանդիպում, ինքը նախատեսել է ծախսերը եւ օրենքով գնացել, դիմել է, պահանջել է փոխհատուցում։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Առաջարկում եմ դիտել տեսանյութը, որից հետո կքննարկենք։ Ճիշտ ասած ինձ համար երևի թե նշանակություն չունի իգական սեռի ներկայացուցիչ կլինի ավականին թե արական, կարևոր ունենա հմտություններ, համապատասխան գիտելիքներ։ Но все-таки женщина подходит к любым вопросам как к своим. А насчет, что я думала об этом, конечно, я не думала. Я не знаю, у меня, наверное, опыта не хватит. Իմ համար տարբերություն չկա, որ ճիշտն ասեմ։ Իմ համար կարևորը մարդու գիտելիքներն են ավելի շատ։ Ինչ տարիքի պետք է լինես ձեզ ավականին։ Մինչև 55 տարեկան։ Ավականու անդամը անկախ տարիքից պետք է մտածել իմանա ինչի մասին է ելույթ ունենում, որովհետև իր ելույթից շատ բան է կախված, որովհետև իր ասածի մեջ նստածները փնտրում են իրողություն են փնտրում, իրողություն ուզում են տենան ինչ-որ մի բան ճիշտ ասել, էլի կարող է մարդ 60-70 տարեկան լինի, ասածի մեջ բան չգտնես։ Տարիքի առումով լավ կլինի, որ փորձառու լինի, ինչու ոչ, եւ ունենա իր մեջ այն պաշարները, այն հնարավորությունները, որոնք մենք կոնկրետ քաղաքացիներս ակնկալում ենք իրենցից։ Որքանով է ավականու անդամ լինելը գրավիչ երիտասարդների համար։ Չեմ կարող ասել, կներեք։ Եթե ավականու խոսքը անցնի, ուրեմն գրավիչ կլինի, թե երիտասարդը կուզենա իրեն ցույց տա, արտահայտվի, ինքնահաստատվի, բայց չգիտեմ որքանով կանցնի ավականու ձայնը ունենալ երիտասարդի։ Ինչու՞ չէ, ես կուզենայի ներկա լինել ավականիների նիստերին, մեծ հաճույքով կուզենայի տեղեկացված լինել։ Ինձ համար շատ հետաքրքիր է այդ ոլորտում նույնպես կայանալը եւ դրսեւորվելը։ Սկսենք թերևս մեր փորձագետներից, այնուհետև ակտիվ քննարկում կծավալենք նաև լսարանի հետ։ Դուք լսեցիք հարցումները եւ ինչ կարծիքի եք։ Խնդրեմ Տիկին Ժանա։ Для меня возрастной ценз не имеет значения. Правильно, 21 года начинается выборы, но человек должен быть подготовлен, немного иметь опыт жизненный и производственный. Не знаю, общий интеллект должен быть, немного он должен мыслить аналитически, чтобы подходить ко всем вопросам правильно, чистой душой и рукой. Դուք բանիկ։ Իմ կարծիքով ավականու անդամը իհարկե կրկնում եմ, որ ցանկալի լիներ կրթված համեմատաբար երիտասարդ։ Ինչեմ ես սա ոչ թե ինքս իմ համար եմ ասում, այլ նրա համար, որ կյանքի փորձ ունենալը դեռևս չի նշանակում ունենալ բավական մեծ տարիք։ Բավական մեծ տարիք ունեցող, այսպես պաշտոնյաների փորձ մենք ցավոք սրտի ունենք, որոնք ըստ էության սերտաճում են հաճախ իշխանությունների հետ։ Եվ երիտասարդը, որը մենք տեսանք, տեսանյութում ասում էր, նաև ինքնահաստատման սեփական խոսքը ասելու, սեփական կարծիքը անցկացնելու ուրեմն ցանկություններ ունի, այս դեպքում կարծում համայնքի շահերը, եթե համընկնում են երիտասարդի, այսպես ասեմ, գաղափարներին եւ համոզմունքներին եւ հենց գուցե դրա համար է նաև փորձում ընտրվել, իմ համար կարևոր նախապայմաններից մեկը նաև սա է, բայց այն, որ մենք պարտադիր պայման համարենք կրթական ցենզը, պարտադիր պայման համարենք որոշակի կրթություն ունենալը, որոշակի մասնագիտություն ունենալը, իմ կարծիքով սխալ է, բայց շատ լավ կլինի, որ հասարակությունը դրա համար է ավականու ընտրությունը որպես այդպեսին հանդիսանում ժողովրդի բնակության սերուցքի ընտրություն նաև։ Երբ որ մարդիկ իրենց մեջից ընտրում են իրենց գործը կատարողին, իրենց փոխարեն գործ անողին, ընդհանրապես սա։ Տիկին Շողիկ դուք։ Ինձ համար տարիքը նշանակություն չունի, ուղղակի մարդը պետք է լինի կյանքով լեցուն, ինքը հաստատակամ լինի։ Այդտեղ ասվեց նաև օրենսդրական որոշակի թերությունների, բաստողումների հետ կապված, նաև այդ դա եմ համարում որպես օրենսդրական բաստողում, որ 21 տարեկան համայնքի բնակիչ է կարող է դառնալ համայնքի անդամ։ Ես կարծում եմ հենց զուտ անվանը առաջնահերթ անվանը հենց համապատասխան նաև բովանդակային կողմ պետք է ապահովել եւ դա իրավամբ դառնա համայնքի ավականին, որ երիտասարդը դառնա ավականու անդամ։ Այդ թվում ես։ Շնորհակալություն, այժմ քննարկում ենք լսարանի հետ։
Ես իհարկե համաձայն չեմ այդ տարիքային ցենզի հետ կապված, որ պետք է կամ երիտասարդ լինի կամ ընդհակառակը փորձառու լինի։ Երիտասարդների մեջ կան ակտիվ, գրագետ, պատասխանատու, իր գործին տիրապետող երիտասարդ ավականու անդամներ եւ կան հակառակը, որ իրենք շատ անտարբեր են, նույնիսկ նիստերին չեն մասնակցում ավականու, ինչի մասին է խոսքը։ Կցանկանայի ասել, որ ականատես եմ եղել, որ կան շատ լավ երիտասարդներ եւ շատ նաեւ տարիքով մարդիկ, որ ճիշտ է 60-ից անց են, բայց իրենք շատ լավ կարող են ղեկավարել։ Գրագիտությունը կարևորում եմ, կարևոր է, բայց այդպիսի մի բան ասեմ, որ լինում են, որ գրագետն են լինում, բայց չեն կարողանում, իրենց մեջ չի լինում այդ ղեկավարելու ձևը։ Ուրեմն բոլորի ասածների մեջ կան ճշմարտություն, բայց ինչ վերաբերում է ավականու ինստիտուտի կայացմանը եւ նրա գործունեությանը, թե ինչպես կանրադառնա համայնքի զարգացման վրա, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ամեն մեկս մեզանից պիտի սկսենք։ Ի վերջո մենք հավաքվել ենք, ուզում ենք ինչ-որ բան պարզել։ Ինչի է թերացած, ինչ խնդիր է լուծվում կամ ինչի չի լուծվում, կանայք ավելի ակտիվ լինեն, կլուծվի այդ խնդիրը դրականորեն, թե ոչ։ Բայց այդ ամենը լուծվում է, ես նորից եմ ասում, եթե մենք տունը կառուցում ենք, մեր համայնքը կառուցում ենք, առաջին հերթին ֆինանսական աղբյուրն է շատ կարևոր։ Ի վերջո ավականու անդամը եթե տարեց է կամ երիտասարդ է կամ տղամարդ է, նրան ընտրել են նաև կանայք։ Եթե առնչվում են նրանց հետ, այդ հարցը բարձրացնում են։ Եթե համագյուղական կամ համայնքային խնդիր է, այդ խնդիրը եթե վեր է բարձրանում, լուծվում է եւ ում միջոցով։ Լուծվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, որոնք ավականու անդամներն են, այսինքն ավականին, տվյալ համայնքի եւ համայնքի ղեկավարը։ Եվ ես չեմ կարծում ինքնագլուխ որևէ հարց, եթե առաջ տարվավ, դա դրական լուծում կունենա։ Ես իմ փորձից եմ ուզում ասել, որ եթե մի ողջամիտ առաջարկություն է եղել եւ դա քննարկվել է, դրան զարկ է տրվել, այդ հարցին դրական լուծում է տրվել։ Եվ տրվել է, երբ որ բոլորը միախմբված են, երբ որ մեկը գալիս է կանգնում է մյուսի կողքին։ Այնուամենայնիվ տարեց թե երիտասարդ իմ կարծիքով դա որևէ էական նշանակություն չունի։ Ինչ ենք ասում, ինչ ենք հասկանում տարիք հասելով։ 21-22 տարեկան եթե երիտասարդ է, բայց ունի այնքան մտքեր, ջիղ, էներգիա իրականացնելով, ոնց կարելի է տարիքի վրա հիմնվել ու ասել չի կարելի կամ տարիքը փորձառու չէ եւ այլն։ Ընդունում եմ նաեւ մեծերի աջակցությունը, մեծեր չասեմ, հա, մի փոքր ավելի տարիքով փորձառու։ Միև թող այդպես լինի։ Միևնույն ժամանակ, այսինքն պետք է լինի փոխհամագործակցություն, ես այդպես եմ կարծում, բայց չի կարելի հիմնվել տարիք եւ սեռային այդ տարբերությունը կին, տղամարդ, թող առողջ լավ մտքեր լինեն, թող դրանք իրականացվեն, տարիք ինձ թվում է էական չի եւ պետք է մարդը գաղափարով հասուն լինի, ոչ թե տարիքային առանձնահատկություն։ Շնորհակալ։ Թույլ տվեք համաձայնել նախորդ մեր ընկերուհու ասացին, ինձ թվում է սահմանափակել երիտասարդին իրար ձգտումների մեջ, այսօր մի քիչ անընդունելի եմ կարծում, որովհետև մարդ եթե որ ուզում է էներգիան սպառել ինչ որ բնակավարում, սահմանափակումը լրիվ ավելորդ է։ Նման պատմությունը ցույց է տվել, որ եթե մենք ուզում ենք ունենանք Նապոլեոններ, կներեք մակեդոնացիներ, ուրեմն պետք է նաև երիտասարդան հնարավորություն տանք իրան ձևավորվել, որ յուրաքանչյուր բնակավարում։ Եվ ընդհանրապես գտնում եմ յուրաքանչյուր մասնագիտության մեջ մարդ պետք է մենակ գնահատվի իր ունակություններով, կրթություն, մասնագետ լինելը եւ ազնվություն։ Ես հիշում եմ ժամանակ կար, մի 20 տարի առաջ սովետի ժամանակ, երբ որ մարդիկ աշխատանք ունեին, ամեն մեկ իր տեղը գիտեր, աշխատում էր եւ նման հարցեր իրանց մոտ չէր առաջանում։ Այդ ամեն ինչ երևի գալիս է մեր պետության սոցիալական վիճակից, մի քիչ մարդիկ պարապ են մնացել, այլ գաղափարներ են սկսել իրանց հետաքրքրել, եթե պետք քարտուղարի կիներ, Ամերիկան իր պատերազմի քանակությունը չկրճատեց, նույնն էլ Մարգարետ Թետչերը ոչ խաղաղություն, ոչինչ որ իր ժողովրդին մեծ բաների չհասցրեց։ Նաև մեր գենդերային հավասարության ջատագովներին, այդ գենդերային բառը մի քիչ չեմ սիրում էլի, բայց եկեք մի բան մտածենք, որ
Երբ որ մենք ինչ-որ կվոտաներ ենք ուզում, չէ, կանանց պարլամենտում այսքան քանակ, չգիտեմ, համայնքում այսքան քանակ, եկեք նաև սկսենք ներքևից։ Եթե մենք ուզում ենք իրավունքներ, ինչու նույն կայնակ չեն պայքարում, օրինակ բանակում ծառայելու առաջիկից, չէ։ Որտեվ չէ, այստեղ անարդարությունն է դուրս գալի տղամարդկանց օրենքով, եթե դու բանակ չես ծառայել, պետական պաշտոնը չես կարա գրավես, իսկ կայնակ ուզում են չգիտես ինչ ես բանակը խուսափել, մի անգամ պետական պաշտոններ նստեն։ Դե եթե հավասարության մասին է խոսքը գնում, եկեք բանակից սկսենք, նոր արդեն պաշտոններից ընդ բաժանենք, ով ինչքան։ Լսում եմ եւս մեկ կարծիք։ Մենք կարող ենք անվերջ քննարկել ավականու ինստիտուտի զարգացման մասին խոսել, բայց մի կարևոր փաստ հաշվի չենք առնում անտարբերությունը։ Երբ մենք գնում ենք որոշ խմբի հետևից եւ ձայներ ենք հավաքում, այդ նույն հասարակության ամեն մի անդամը պետք է գա իր ավականի հետևից եւ պահանջի, այ երբ որ հասարակության յուրաքանչյուր անդամ կգնա իր շահերի հետևից, այդ դեպքում եւ ավականու ինստիտուտը եւ մյուս ինստիտուտները կզարգանան եւ կկայանան։ Լավ, շնորհակալություն։ Այժմ հարց եմ ուղում լսարանում գտնվող կանանց։ Կցանկանայիք արդյոք առաջադրվել։ Այո կամ ոչ։ Մեկ պատասխան։ Այո, ես պատրաստվում եմ առաջադրվել հետագա ընտրություններին։ Ոչ, ես ինձ դեռևս չեմ տեսնում այդ ոլորտում։ Ոչ։ Ոչ։ Այո, ես պատրաստ եմ, ես նույնիսկ ազգային ժողովի համամասնական ցուցակով եմ եղել առաջադրված։ Ոչ։ Այո։ Այո, բայց ցավում եմ, որ ես չեմ կարող, իրավունք չունեմ, օրենքը թույլ չի տալիս, որովհետև աշխատում եմ աշխատակազմում։ Պատրաստ են արդյոք տղամարդիկ տեսնել իրենց կողքին առաջադրված կանանց։ Ոչ։ Ինչու ոչ։ Ուրեմն մի քիչ կարող առաջին հայացքից աղսուկ թվա, բայց քանի դեռ մենք ունենք այն պատկերը, ինչ որ այսօր Հայաստանում կա, ընդհանրապես եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացումը մասնավորապես, ես չեմ տեսնում, որ որևէ իմ շրջապատից կնոջ, որը պետք է առաջադրվի, ասեմ ավելին, կյանքումս այլ երբեք չեմ պատրաստվում դառնալ ավականու տեխնացու, առավել եւս ավականու անդամ, ուղղակի հիասթափված եմ ավականու համակարգի այսպես կայացվածության վիճակից, իմ բնույթով ես հանձնվող մարդ չեմ, միշտ սիրում եմ պայքարել եւ իմ լումա ներդնել դրա այդ ամեն ինչի զարգացման գործում, բայց սովորաբար այսպես է, եթե մի բան չես կարողանում փոխես, ուրեմն պետք է հարմարվես։ Ես այսօրվա դրությամբ իմ համայնքի մասով իմ համեստ, շատ համեստ ներդրումը փորձում եմ բերել, բայց վստահ չեմ, որ ես կարող եմ դա փոխել, առավել եւս ամբողջ համակարգային, այսպես գլոբալ հայաստանյան մակարդակով։ Հետևաբար այլ երբեք չեմ պատրաստվում դառնալ ավականու անդամ, քանի ունենք այսպիսի վիճակ, ինչ որ այսօր առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Ես կարծում եմ, այսինքն կարելի ասել համոզված եմ, անուղղակիորեն կինը ինքը ղեկավարում է։ Կինը շատ ավելի լավ է նայվում ընտանիքում։ Տիկին Հերիկնաս, վերջին եզրակացությունը, որ ավարտեմ, լավ։ Ուրեմն, եթե մենք այսօր ունենք այս պատկերը, կանայք են մեղավոր։ Այդ երեխաներին մենք ենք դաստիարակում, այդ տղաներին մենք ենք մեր տանը այսպես դաստիարակում։ Ուզում ենք իրենց ուժեղ ու ինքնուրույն տեսնել, իսկ աղջկան թույլ ու հեզ ու խոնարհ տեսնել։ Այսօրվա այդ պատկերի մեղավորը մենք ենք, եթե ուզում ենք ուրիշ սերունդ ունենանք, ուրիշ ձևի մտածող տղամարդ ունենանք, պետք է ուրիշ ձևի մտածող մայրեր ունենանք։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ եթերում հարցի լուծում հաղորդաշարի հերթական թողարկումներ։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել եւ մեր փորձագետներին եւ լսարանին, ցտեսություն եւ ամենայն բարիք։